Բարև ձեզ, սիրահարդագործներ, այսօր ուրախ եմ ինձ հետ է Մայր Հայաստանի Երևանի Շենգավայրի շտաբի գրասենյակի նախագահ բարոն Արման Ստեփանյան, ճիշտ ներկայացուցի բարոն Արման։ Այո, Բարգավաճ Հայաստան եւ Մայր Հայաստանի իրար հետ համագործակցության արդյունքում եւ դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը առաջարկ Հայաստանի շրջանակներում մասնակցելու են միասին Բարգավաճ Հայաստան կուսակցությունով ընտրություններին կայանալիք առաջիկա ազգային ժողովի։ Ես Շենգավիթ վարչական շրջանի պատասխանատուն եմ գրասենյակի։ Ոյակավ, այսինքն դեմոկրատական այլընտրանք բարոն Սուրեն Սուրենյանցը ձեզ հետ է։ Այո, այո։ Այո, գողջունեմ բարոն Սուրենյանցն ալ, մեր լավ բարեկամն է։ Գիտեմ որ շատ ժամանակ չունիս, գիտեմ որ շատ սպառ ես, խառն ես ընտրական կարուսարշավի անկրման ենք։ Ունին 15 րոպե ինձ դրամատրեցիր, խնդրեմ ձեզ դաշտ ազատ կցկեմ, ուրեմն ներկայացրեք ձեր ժինակտուչան ձերակիրը Մայր Հայաստանի, Բարգավաճ Հայաստանի եւ դեմոկրատական ընտրակ, խնդրեմ 15 րոպեն ձեզ կտողեմ։ Ազատ դաշտ։ Մենք այս ընտրություններին մասնակցում ենք Գագիկ Ծառուկյանի առաջարկած առաջարկ Հայաստանին ծրագրի շրջանակներում։ Շուտով ծրագիրը ամբողջ դրույթներով կներկայացվի, որի հիմնական դրույթներից նա է, որ պետք է մեր հասարակությունը համերաշխ լինի եւ այս բոլոր բաժանումները տարբեր տեսակի վերացվի եւ համերաշխությունն է, որ կարող է փոփոխություն բերել մեր երկրին, մեր ժողովրդին եւ մեր պետապետությանը։ Եթե ասցանը հրամեցեք, խնդրեմ, հրամեցեք։ Մնացածը դուք արդեն ինչ հարցեր ունեք, եկեք այդ ֆորմատով անենք, ես Խնդիր փորձեմ չի գա, դա պատասխանել։ գալիս դժվար 15 րոպե մեջ բավարարել, պսական կփորձեմ։ Վստահ որ ձեր զինակտությունը ձեր ասկոալիցիան ինտիմատիր է։ Եթե ձեր ցանկը օրինակի համար հասա որոշ շեմի, անցավ շեմը եւ վստահ եմ որ բիդանցնի, արդյոք ավելի որում կգահագի զինակցելու օրվա իշխանության չէ այլ ինտիմատիվներում, որովհետեւ գիտենք որ Հայաստան 15 բավական ներկայություն պիտի ունենա վստահ եւ իհարկե ֆավորիտ ինտիմատիվ ուժը Հայաստան ինչպես կվերապերի ձեր այս կոալիցիան այս երկու ուժերուն դեմ ընդհանրապես կամ որը մեկ ինտիմատիվ եթե անցնի շեմը։ Եկեք մի հատ հին ասացված կա, առուն թռած հոբ չասենք, բայց մի բան հավելեմ։ Քաղաքացիական պայմանագրի հետ բացառվում է համագործակցությունը։ Անիկա շատ լավ տրական գետ է, ուրեմն գողջունեմ, ամենայն ցեզի ուրեմն գողջունեմ եւ ցեզի հաջողություն կմաղթեմ։ Ինչպես կվերապերիք, վստահ հետեւած եք, ընդրությունը շատ վատ մտնոլորտի մեջ է, ուժեղ Հայաստան եւ այլն բոլոր ինտիմատիվները արդեն ամեն մեկը չեմ գիտեր ինչու այս իշխանության օրը միշտ ինտիմատիվներն են որ օրենքի արժեվ հանցավոր դուրս կգան հիմա ես որ դատական process-ներու չեմ ուզել խառնել իրավաբան չեմ սակայն ընդրական մտնոլորտը շատ վատ է ընդհանրապես ճնշումները ուղղված են ուժեղ Հայաստանի ինստիտուտին որտեղ ինքը ֆավորիտ է իսկ երդե ինչ է իրավիճակը արդյոք հստակ է դահոկություններ ունիք ծերվական ճնշումներ խնդրեմ Եկեք դուք արդեն անդրադարձաք այդ հարցին ձեր իսկ հարցով, որ պետք է իշխանությունը միտված է նա, որ ընդդիմադիր ուժերին ճնշի բոլոր տեսակ միջոցներով, որպեսզի ընտրությունները իրենց ուզած արդյունք լինի, բայց դա փաստում է նա, որ իրենց մոտ իրենց վարկանիշը այնպիսի ցածր մակարդակի է, որ իրանք փորձում են այդ ձևով ինչ որ փրկվել այս իրավիճակից։ Իմ կարծիքով այդ է պատճառը, այդ ամեն ինչի։ Տեսեք, ես նման մտավախություն ունիմ, իշխանությունը պաստորեն միշտ երբ որ քաղաքական հավաքներ գնե շատ վատ կընտանանք ավարտը որտեղ կրեդե մարդ չի կար, այսինքն այդ ուժը որ 2018-ին հազարավոր մարդիկ կհավաքեր, այսօր ընդհանրապես իր հավաքները ամենեն քիչն են, սակայն մտավախություն ունի որ ինքը թիմեց խորամանկության շաբաթօրը ապրիլ 25-ի օրով հավաքույթ մնարա որ մեջ շոյեր եւ այլն իսկ մարդիկ որ քաղաքականության նույնիսկ Այդ կապ չունին ներկա էին, արդյոք չեք վախնա որ ինքը այսպեսով արիթմը կպատրաստե որ ես տակամի ժողովրդականություն ունիմ եւ ընդրությունը այնպես մալա որ իր սիրտով լինի, որը տեսանք էջ միած ինչ պատահեցավ։ Ինչքան մարդ կհարցնեի, գսեր մայր Հայաստանի մի դեպքերգեմ, Սևագին մի դեպքերգեմ, հանգարց քաղաքացիական պայմանագիրը որ հայրոքի չի հավաքեց էջ միածին հաղթեց։ Արդյոք նման սցենարի մտահոգություն ունի ծեր շարժումը։ Եկեք սենց պատասխանեմ այդ հարցին։ Մեր բնակչության ակտիվ մասնակցությունն է միայն, որ կարող է լավ արդյունք բերել։ Եթե բնակչությունը ակտիվ մասնակցեց, բոլորը գնացին ընտրատեղամաս իրենց քաղաքացիական, որ այս իշխանությունը
Արդեն վերջացած կլինի այդ դեպքում։ Աստված պետք լսած իշխանություն հերանա, սակայն ես այստեղ ունիմ նաև այլ մտավախություն, Էջմիածին բավական ակտիվ էր ժողովուրդը զորաշարժի մեջ էր, եւ սակայն ԿՊ-ն անգամ եւս շահեցավ վստահ պատճառները մեկ աներ, որ շատ ցանկեր գային եւ ցայները փոշիացան։ Արդյոք մեզ ինչպես կնակ այսպես հավաստիացնել, որ այս անգամ արդյունքը կդարբեր, պիտի չի վերադառնանք Էջմիածի սցենարին։ Այն մարդ որ հայրոքի չի հավաքեր, հանգարտ ընտրությունը կշահի։ Դե հիմա էլի եմ կրկնում, միայն ակտիվ մասնակցությունն է, որ պետք է այդ իրավիճակից դուրս գանք։ Էջմիածնում մենք եւս ականատեսը եղանք, որ մասնակցությունը ոչ այնքան էր, ինչքան ակնկալում էինք մենք։ Իսկ եթե բարձր մասնակցություն եղավ ընտրություններին, այդ ամենը տեղի չի ունենա։ Այսինքն ժողովրդին գոչ ուղեք խորներամ եւ մեծ կանագով մասնակցել, ինչպես Այո, ասեցա, միանշանակ ամենակարևոր ֆակտորը այդ ամենի մեջ բարձր մասնակցությունն է ընտրություններին։ իսկ Հայաստանը ինչպես կվերապետի այս ընդրական օրենքին, որտեղ ընդրական օրենքը ինքնին արդեն խախտում է գեղձիկի մի տեսակն է, այսինքն ես օրինակի համար ոչ մեկ կերպ չեմ ուզել, որ ինձանից եթե իմ քվարգած կուսակցությանը անչանցնի չեմ ուզել որևէ մեկը, որ ինձանից քաղաքացիական պայմանագիրներ տա։ Ինչպես կվերապետեք, ինչպես այս հարցը պիտի դուծվի նման այլանդակ անհասկանալի ընդրական օրենք, որ կուցանյա կերտա քո հաղարագործին։ Դե հիմա ներկա որ Դե հիմա շատ օրենքներ կա, որ ճիշտ չի, բայց այս պահին ունենք այն ինչ ունենք, պետք է դրանով առաջ շարժվենք, հետո ընտրություններից հետո արդեն լիքը փոփոխություններ միանշանակ կլինի, եթե այս իշխանությունը չլինի իշխանություն այլևս։ Լավ, ես դուք 15 րոպե գարդեմ թե մնաս 5 րոպե Դեզի տաշ ազատ կցկեմ ժողովրդին ծրակիր, ժողովրդին ինչ կուզեգսել, սպիրկայրն ինչ կուզեգսել, արդյոք կոչվեք որ սպիրկայրը կան այստեղը եւ գա մեկ հարցում որ հիմա արագ կնակ պատասխանել։ Սպիրկայրը չեն գնալ մասնակցել։ Ոչ թե միայն արևմտահայերը, արևելահայերն Հայաստանի դուրս բնակվող քաղաքացիները կարող չեն մասնակցել։ Ինչպես կմոդենակ եւ արդյոք ձելակիր մգա որ աս հարցը լուծվի, որովհետեւ 7-8 միլիոն հայ դուրսը չի կարող կվերգել։ Դե դա վաղուց է տենց արդեն, որ Հայաստանից դուրս գտնվող մարդիկ իրավունք հնարավորություն չունեն մասնակցել ընտրություններին։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է երևի, որ պետք է փոփոխվի, որտեվ դրսի մեր երկիրը սենց ասեմ, հենց չի, որ մենակ ներքին ժողովուրդով ապրում, դրսից շատ օգնություն լինում է։ Դրա համար այդ մարդիկ էլ իրավունք ունեն մեր երկրի ներքին կյանքին խառնվելու։ Իմ կարծիքով, դա իմ սուբյեկտիվ կարծիքն եմ ես հայտնում։ Իսկ բդավախությունիկ որ անգամ եւս նորեն հանդիպինք պատանեկան Պետական լեզակներ եւ այլն, մանավանդ որ Վարչապետ Փաշինյանը բացահայտ շանտաժ գնե, գիտե որ կամ ես կընտրվեմ, կամ որ խաղաղությունը շփավամի, կամ գլին բادرազմ, այսինքն ընդրությունը սկիզբեն բռնապարվեցավ, ազատ կամ չէ, բարդատրվեցավ, որ ես ընտրվեմ կամ Ալիևը ձեզի բادرազմը կսպառնա, ինչ կուզեգսել։ Հենց դա գալիս է փաստելուն է, որ մենք այս պահին չունենք խաղաղություն, որովհետև խաղաղությունը չի լինում կախված մեկ անձից։ Խաղաղությունը պետք է լինի տարբեր ուժային կենտրոններից կամ գերտերությունների կողմից երաշխավորված, որպեսզի մեկ անձից կախված չլինի, այսինքն դուրս է գալիս, եթե նա չլինի, վաղը ամեն ինչ կարա լինի։ Դա արդեն խաղաղություն չի։ Խաղաղությունը նա է, որ ով էլ լինի իշխանություն, կապ չունի դա ով է։ Խաղաղությունը երկարատև պետք է լինի։ Դա պետք է լինի մենակ երաշխավորված խաղաղություն, որը պետք է լինի տարբեր միջնորդ պետությունների, գերտերությունների միջոցով։ Իսկ արդյոք ինչ կուզեգսել իշխանությունը նաև շարունակելով ներշնչել, որ եթե ընդդիմությունը հաղթե Հայաստանը երթալու է բادرազմի, արդյոք ավելի հագարակը ճիշտ չէ ներկայացնել, եթե Փաշինյանը մնա իշխանության, մենք ունենալու ենք բادرազմներ, ուշ կամ գանուխ բادرազմներ ունենք ստույն ենք, խնդրեմ հրամեցեք։ Այս պահին ինքը խոսում է, որ ես մնամ պատերազմ չի լինի, բայց նա միակ իշխանության ներկայացուցիչն է կամ լավ մեր երկրի միակ ղեկավարն է, որի օրոք 3 պատերազմ ա եղել, մենք կորցրել ենք Արցախը, մենք կորցրել ենք Հայաստանի սուվերեն տարածքներից ահագին մեծ մասը եւ ինչ չի թվում, որ մեր ժողովուրդը չի հասկանում, որ միակ պատերազմ բերող մարդը մեր երկրին դա Նիկոլ Փաշինյանն է։ Այսինքն վերջին հարցումս ես այս դեպքում որ արդեն կեդին հասունացած է ժողովուրդ արդեն իրազեկ եւ գիտագից եւ գասնա որ իշխանությունը պետք է հրանա ինչ կսեք ասի վերջին հարցումս է
Արդյոք ասավատ մագարտակ գիտակցության ժողովուրդ եւ այս Գիտա ընդունիչան վերջապես միլիոնային ժողով- մասնագիտությունա։ ժողովուրդը գիտակից է եւ հասկանում է։ Հունիսի 8-ին ժողովուրդը ցույց կտա իր մտածած ու հասկացած այս 8 տարվա ընթացքում ինչա կատարվել, ով է պատերազմ բերում ավելի շատ, ով է այս երկրի անվտանգության ավելի շատ վնաս պատճառում ու դրանից հետո մեր մոտ կլինի ավելի լավ ու ավելի բարգավաճ Հայաստան։ Բարոն Արման, մենք դասի կլոբեմ որ խնդրեցիր ավարտած է, եթե որևէ բան ունի խնդրեմ ամենցնելու որ ամենցեք տաշտը ազատ է։ Միայն հորդոր խնդրանք մեր հասարակությանը, մեր ժողովրդին հունիսի 7-ին ակտիվ մասնակցեն ընտրության, այդ 5 րոպեն չխնայեն, գնան ընտրատեղամաս եւ իրենց քաղաքացիական պարտքը կատարեն։ Շատ բարձ վերջին ռեպլիկ մը գներեք, շատերը գործեն մար Հայաստանը նմանսն Հայաստան տաշիկին, որտեղ անունները նոր են։ Պաստորեն արդյոք մենք հիմա գնանք արդեն ապացուցել որ գապ չունի, որտեղ պաստորեն մար Հայաստան գուսակցությունը զնակցեցավ, այլ ուրիշ ուժի մեջ, այսինքն։ Մայր Հայաստանը առանձին ինքնաբավ ուժ է։ Մեզ հետ Արմեն Ստեփանյանը մենք շատ երկար գանտիմինք ծեր բոլոր գուսակցության հետ խնդրեմ իմ բարերներս հասցնեք մանավանդ Սոնաղեկյանին լավ բարեկամս է ծեր նախագահին գարձեմ ղեկավարին բարոն Տավանյան Էշմիածնի կայլ իրադեսանք բավական հաջելի մանտեր ես շնորհակալություն եւ հաջողություն կմաղթեմ խնդրեմ բարի գիշեր ձեզ շնորհակալ եմ եւ դարձա գանտիմինք Շնորհակալություն։ բարի գիշեր Բարի